Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Ինչքան հասկացանք, եկել են հորս եւ տղայից հետևից։ Էլի ինչքան գիտեմ, այդ շեբինի գործն է, որով փորձելու են ձերբակալել։ Հիմա տեսնենք, արդեն փաստաբանը այստեղ է։ Ասացին ձեր հայրիկն էլ այլ վայրում է գտնվում, հիմա գալիս է ճանապարհին։ Զանգել եմ, այս բային գալիս է հայրս, այնպես որ խնդիր չունենք, մենք կաշկանդված չենք, բացարձակապես ոչ մի խնդիր չունեմ, թող գնան, տեսնենք ինչ են ուզում։ Բայց ձեր տուն ներխո։ Պարոն Գրիգորյան, որ եկել ինչ են ասել ձեզ։ Դե տղայիս են ուզել, հորս են ուզել, տղաս էստեղ է այս բային կանգնած է, ուղղակի սպասեցինք մինչև փաստաբանը կա, տեսնենք ինչ է ասում փաստաբանը, խնդիր չունենք, ուղղակի այնքան որ սպասեցինք փաստաբանին, որովհետեւ ինչ որ արվում է, փաստաբանի ներկայությամբ արվում, թե չէ։ Ձեր տուն չեն ներխուժել, չեն մտել, խոզարություն չեն արել ձեր բնակարանում։ Ոչ, նորմալ պահվածք է, դրսը որ այդ ոստիկանությունը այդ մասով խնդիր չկա։ Հարգալից վիճակը գրասենյակում ինչ են անում։ Ճիշտ ասած գրասենյակից տեղյակ չեմ, զանգեցին, ասեցին, որ մի գրասենյակում մտել են, չգիտեմ ինչ գործողություններ են արել այնտեղ, մյուս գրասենյակում այս բայդրությամբ ասեցին, որ ինչ որ մարտաշատ են, այնտեղ կանգնած են, բայց գրասենյակը այս բային փակ է, քանի որ հիմա հասկանանք տղայիս եւ հորս ձերբակալ են տանեն, Երևան են տանելու հետո նոր արդեն կնանք գրասենյակ, բայց արդեն նաև ինֆորմացիա ունեմ, որ ավագանու անդամության տեխնազուների տներն են գնացել, հաջագիստների, այո, մի խոսքով ամբողջ թիմի նկատմամբ վերջում մենակ դուք մենակ։ Ես հաստատ մենակ չեմ մնալու, տղաները բոլորը ամեն մեկը իրանց աշխատանքները կատարել են, այդ մասով խնդիր չկա, երեք իրիկուն եմ ես արդեն իրենց այդ խոշոր հանդիպումից հետո զգուշացրել եմ, որ արդեն բոլորը պատրաստ եղեք, սկսվելու է, այդ մենք մեր առաջի անգամը չէ, մենք գիտենք երբ, որ դոզայի տակ, մեր տված որ ճնշման տակ, ինչ կարող է լինել, մեզ համար սա նորմալ է, ուղղակի այսօր էլի մի հատ հզոր խոշոր հանդիպում ունեի, քարոզարշավի շրջանակներում, այսպես խանգարեցին, հիմա չգիտեմ, որ մեկը անեմ էլի, ես իմ հարազատների նայեմ, թե ինչ, բայց այնուամենայնիվ Երևան խոսել եմ տղեկի հետ, մեր գործընկերների, պատգամավորների հետ, ես չեմ կարողանալու գնալ Երևան, քանի որ Գյումրիում տեսնում եք, բոլոր թիմագիստներից նկատմամբ լուրջ ճնշումներ է կնում, մարդկանց ահաբեկում են, վախեցնում են, Երևանում մեր պատգամավորները այնտեղ կլինեն, տեղում կհասկանան ինչ է կատարվում, այդ մասով խնդիր չունեմ, հավաքներս այսօրվա այդ խոշոր հավաքը ոնց որ թե փչացրեցին ամեն դեպքում, բայց ոչինչ, առիթը կունենամ դրա տեղը հանելու, այնպես որ խնդիր չկա, բայց արձանագրենք, որ քարոզարշավի շրջանակներում խոչընդոտեցին, չկարողացա իմ քարոզարշավը մինչև վերջ նորմալ կազմակերպել, իսկ հետա ինչի հետևանք է, եւ ես եւ արդեն գյումրեցիները պիտի պատկերացնեն եւ հասկանան, որ հաղթող տեխնազուի դեմ պարզեր, որ այս ամեն ինչը պիտի արվեր։ Երեք ես որոշակի իշխանական սխեմա եմ բացահայտել, արտահայտվել եմ այդ մասին, թե ինչի էր միտված այդ վիդեոռոլիկները, մյուսը եւ իշխանությունը ոնց էր ուզում ընդդիմությանը իր, այսպես ասեմ, իր զենքով խփեր, այսպես ասեմ, էլի, ընդդիմությանը ոնց պիտի վնասեին, ես այդ եմ բարձրաձայն է ու ոնց որ թե իշխանության ծրագրերը խառնել եմ։ Բայց ես հասկանում եմ, ես գիտակցում եմ, ես այս process-ների մեջ մտնելով էլ գիտակցել եմ, երեք էլ ես ասել եմ, ուղղակի հետաքրքիրը այն է, որ այս մի քաղաքի ընտրությունների համար այսօր ամբողջ երկիրը խառնել իրար ու ընդդիմադիր տեխնազուի նկատմամբ այս կարգի ճնշումներ փորձել անել, ես ասեմ, որ դա իրանց համար լավ բանի չի տանելու։ Գյումրեցիները այս ամեն ինչը տեսնելու են, գյումրեցիները զգալու են, հասկանալու են, որ եւս մեկ ընտրություն, եւս մեկ անգամ իշխանական հարձակում Մարտուն Գրիգորյանի վրա։
իսկ այդ հարցակումը հասկանալի է, պատահական չէ։ Հաղթող տեխնազուին ճնշելու են, փորձելու են ճնշեն, բայց ես հեշտ ճնշվողների չեմ։ Ամեն ինչ նորմալ է, ավելի լավ, թող տանեն տղայիս էլ, հորս էլ, թող տանեն ձերբակալեն, իրանք ընդեղ ապահով լինեն, որովհետև ընտրությունների օրը ես ավելի վատ բաների եմ սպասում։ Նորմալ է, թող իրենք ամենակարևորը ապահով լինեն այնտեղ, որ ընտանիքիս անդամների հետ կապված խնդիր չլինի, ես այստեղ գյումրեցիների հետ կրելու եմ։